Սիրելի ցուլեր, եկեք տեսնենք ձեզ ինչպես իրադարձություններ է սպասվում, ովքեր ծնվել են ցուլ։ Համաստեղություն։ Ամբողջ մայիս ամիսը 2025 թվականին։ Դե սպասվում է միգուցե նոր ինչ-որ պայմանագրեր ստորագրելու, միգուցե լավ առաջարկ ստանաք, որտեղ կցանկանաք համագործակցել մարդկանց հետ, որոշ մարդկանց նշանադրություն է սպասվում անձնական կյանքում, ինչ-որ փաստաթղթերի ստորագրում, միգուցե բնակարան ձեռք բերեք, գույք ձեռք բերեք կամ բիզնես դնեք եւ այլն, համաձայնության կգաք եւ կստորագրեք։ Ցուլեր ամբողջ մայիս ամիս։ Շատ ցուլեր կցանկանան նաև վերտնել այն հարաբերությունները այն մարդկանց հետ, ովքեր որ ոչինչ են բերում ձեզ ինչ-որ բան կարող է դուռ փակվել ձեզ մոտ, ինչ-որ նոր դուռ բացվել։ Փակվելը այն ինչ-որ պետք է փակվի, դա էլ իր նպատակին չի ծառայելու եւ նոր ինչ-որ բան կարող եք, այն ինչ ձեր չէր կթողնեք, էլ օգուտ չի տալիս նոր ինչ-որ բան կարող եք համաձայնության գալ, ստորագրել եւ այդ նոր աշխատանքի հետ կապված, ինչ-որ հետաքրքիր իրադարձություններով լի կլինի, թողնելով անցյալը անցյալում, անցյալի մարդկանց անցյալում եւ շարժվելով առաջ։ Տեսնենք անձնականի հետ էլ դա կարող է կապված լինել, այն ինչ ձեզ էլ չի հետաքրքրում, սառել եք, էլ պետք չէ ժամանակը վատնել է, անիմաստ, եւ եկել է ժամանակը, որ լիմիտ այդ անձի հետ ձեր հարաբերություններում լրացել է, դա կապ չունի, դուք սիրային հարաբերությունների մեջ եք, ամուսնացած տղամարդու հետ, թե ձեր ամուսիններ, ամենայն դեպս ավարտ կլինի եւ այստեղ կարող եք նոր ինչ-որ հարաբերություններ ստեղծել եւ շարժվել առաջ։ Տեսնենք, էլ ինչպիսի իրադարձություններ է սպասվում ցուլերի կյանքում ամբողջ մայիս ամիսը։ Ձեզ էլ են անակնկալներ սպասվում բազմակողմանի, շատերը կարող են ճանաչվել, շատերը կարող են քաղել այն պատողները, ինչը ձեզ համար անսպասելի կարող է լինել, այն ինչին դուք արժանի եք։ Ամենայն դեպս անակնկալները կարող է լինել ձեր անցյալի տղամարդու հետ կապված, ով կարող է ձեզ մանիպուլյացիա անել, տեսնում եք, անցյալի հետ է կապված եւ այստեղ անձը չի փոխվի, անիմաստ տղամարդու մասին է ձեր խոսքը, որը որ երբեք չի փոխվի եւ ինձանից ձեզ խորհուրդ, շանս մի տվեք։ Իսկ առողջության հետ կապված, եթե կա կախվածություն ինչ-որ բաներից, խաղամոլություն եւ այլ թողեք։